Այստի Արբոյան գետրոնն է, բիզնես, հարյուրավոր խանութներով, և հոսքովնալ Սուրբ Վարդան եկեղեցին է։ Բուրչամութն է, գավառական մի քաղաք, որը գտնվում է Բեյրութի հարևանությամբ։ Այստեղ խաղաղ է ու հանգիստ։ Ոչինչ, եթե ես մի քիչ նկարեմ։ Լիբանանը, որ դեռ վերջերս աշխարհի ամենալարված կետերից մեկն էր, այժմ տարածաշրջանում կայունության օազիս է հիշեցնում։ Դե իսկ հայերիս համար այն մերձավոր արևելքում քրիստոնեական վերջին կղզին է, ուր մեր հայրենակիցները իրենց անվտանգ են զգում։ Հայերն այստեղ տանն են։ Ավելին, հայ համայնքը երկրի մյուս 6 համայնքների հետ միասին համարվում է այդ բազմակոնֆեսիոնալ պետության համահիմնադիրներից մեկը։ Հայերն ունեն 2 տեղ կառավարությունում, 6 падգամավոր խորհրդարանում։ Ու պատահական չէ, որ Կիլիկիո կաթողիկոսությունն անցած դարասկզբին Պաղեստինում, Սիրիայում ու Կիպրոսում տեղ փնտրելուց հետո ի վերջո հաստատվեց հենց Լիբանանի Անտիլիասում, որը Բուրչամութի հարևանությամբ է։ Բուրչամութը սովորական հայկական գավառական քաղաք է։ Արևմտյան Հայաստանում այդպիսիք տասնյակներով կային։ Այստեղ կա արհեստավորների փողոց, առևտրականների պողոտա, ճաշարանների խաչմերուկ։ Շրջում եմ քաղաքով ու ակամայից մտածում, որ հենց այսպիսի տեսք կունենային այսօր Կարսը, Էրզրումը, Վանը, Տիգրանակերտը։ Հենց այսպես, ինչպես հիմա Բուրչամութում, ուղիղ ժամը 2-ին իրենց վարժարանների ու դպրոցների համազգեստը հագած հայ աշակերտներով կլցվեին փողոցները։ Հենց այսպես հայ ոստիկանները կհետևեին կարգուկանոնին։ Հենց այսպես հայ քաղաքապետը կմշակեր բարեկարգման ծրագրերը։ Հենց այսպես հայ խոհարարները կհրավիրեին հաճախորդներին իրենց պատրաստած ուտեստները համտեսելու։ Բայց հիմա Հայաստանի Հանրապետությունից դուրս չհաշված Արցախն ու Ջավախքը կա միայն մեկ հայկական քաղաք։ Դա Բուրչամութն է։ Հայերն այստեղ բնակչության մեծամասնությունն են կազմում։ Անվտանգ է Բուրչամութը։ Անվտանգ է։ Կրիմինալ չկա այստեղ։ Բանը չի գա, ոչ։ Ինչպես մենք հայերս Բուրչամութին գմոդոնանք, որպես հավաքական հայության դոգունության, հավատքի, նվիրումին հոմանիշ, այնպես ալ, որոշ իմաստով Լիբանանը փակացնող մյուս համայնքները Բուրչամութին գմոդենան, ըսելով Բուրչամութը հայության կետրոնն է։ Դեղացի բնակչության մեծ մասը հայերեն խոսի, դեղացիներն հայերեն խոսին։ Ոչ թե մենք միայն արաբերեն խոսին, իրանք էլ հայերեն խոսին։ Գոյություն ունի Բուրչամութի մեջ բազմաթիվ եկեղեցիներ, բազմաթիվ դպրոցներ, ձերանոց, հարմանադուն 3 հատ։ Ամեն ինչ կա, ամեն ինչ։ Բուրչամութը հիմնադրել են հայ գաղթականները։ Մինչև հայերի գալն այս հողերը անտեր էին։ Հարավային մասում վայրի նարինջներ էին աճում, որոնք հավաքող էլ չկար։ Հյուսիսում ճահիճներ էին։ Սիրիական անապատներից Լիբանան եկած հայերը սկսեցին հենց այստեղ բնակություն հաստատել, քանի որ հողն էժան էր։ Խրճիթները կառուցում էին ով ինչից կարող էր։ Հայկական տարբեր գավառներից եկածները իրար հարևանությամբ էին հաստատվում։ Արդյունքում ձևավորվեցին մարաշցիների, զեյթունցիների, այնթապցիների, տիգրանակերտցիների փողոցներ։ Հայերը Բուրչամութի մեջ հաստատվեցան նախ որովհետև մայրաքաղաք Բեյրութի ամիջապես սահմանագից է, երկրորդ որովհետև ազատ հողատարածք էր եւ կարելի չէր երկարատել հայերը քաղաքագայաններու մեջ մնային, Թիթեղաշեն, Տախտակաշեն ակտուներու մեջ, ուրեմն աստիճանաբար եկան եւ հաստատվեցան Բուրչամութ, յուրաքանչյուր թաղամաս նաեւ հայրենական իր պատկանելիությամբ գրծավ ստեղծել իր թողած այնտեղ ուր ցածմության ենթարկված էր, այնտեղ են ուր դեղահանված էր փոքր թաղամասեր եւ հաստատեցին իրենց եկեղեցին, մարաշցիներ ունեցան Սուրբ 40 մանուկ եկեղեցին,
ադանացիները Սուրբ Աստվածածինը, Սիսեցիները Սուրբ Սարգիսը, ուրիշներ ունեցան Նորաշենի եկեղեցին եւ այսպես զարգացավ Բուրչամուտը։ Իսկ դուք դեմ չեք լինի, եթե մենք դեզանից են հարցազրույց ամեն տեսակի հայրենակիցներ ունենք, մարասցիներ կան, ուրֆացիներ կան, սասունցի կա, ամեն տեսակի հայեր կա։ Օրինակ հայրս, իմ հայրս Դիկրանագերդեն 7 տարեկանին որբ ելած է։ Ով ինչ կրնա անել, օգնություն, միջազգային գազագերբություններ ինչ որ գրծած են եւ ծրված ժողովուրդ մի եղած է, բադեն իրենց ինքնությունը չեն, ասենք, սիրուսան չեն եղած, մնացած են այդ բայրի մեջը։ Հետաքրքիր է Բուրչամուտի անվան պատմությունը։ Ասում են այս կողմերում մի հարուստ արաբ էր ապրում, Համուտ անունով։ Նա միակն էր, ով կարող էր իրեն 2 հարկանի տուն կառուցելու շռայլություն թույլ տալ։ Համուտի մեծ տունը հայերի խղճուկ խրճիթների ֆոնին երկնաքեր էր հիշեցնում։ Բուրջ արաբերեն նշանակում է աշտարակ։ Հարուստ արաբի տունը սկսեցին անվանել Բուրչամուտ, այսինքն Համուդի աշտարակ։ Տարիներ անց այդ անվանումը տարածվեց ողջ բնակավայրի վրա։ Բուրչամուտը շահեկանորեն տարբերվում էր լիբանանյան գավառական մյուս քաղաքներից։ Այստեղ բնակվող հայերը միշտ հիանալի արհեստավորների համբավ են ունեցել։ Դե իսկ ապրանքների հարստությամբ հայտնի բուրչամուդյան շուկաների մասին գիտեն Լիբանանում բոլորը։ Մարդիկ Բեյրութից հատուկ գալիս են Բուրչամուտ փչացած սարքը վերանորոգելու, նորաձև զգեստ կարելու, նրբագեղ ականջողեր գնելու կամ ոճային սանրված կանելու համար։ Դե էլ որտեղ բացի Բուրչամուտից կկարողանան Բոբ Մարլեի ոճով դրեդ հյուսել ձեր վարսերից։ Չէ, մեկ վայր, անոդին չէ։ Ռոբերտ։ Ոնց ինչ կտեսնակ։ Ամեն ալ մեր արտադրությունն է մեր կորզն է։ Միակ ես եմ, որ իմ հորս կորզն եմ։ Այս առևտրով, այս բիզնեսով վաղուց ենք զբաղվում։ Գարիկս 13 տարեկան է։ Երբ սկսեցիք այս Երբ գործով սկսա, որ բաբան փոխչուն էր, տեսալ դրած չեմ մնալ դպրոցում։ Եղբայրս եւ քույրս կարտացին, ես իջա շուկա։ Հայրը փոխկապ սիրում են կապել։ Այո, դեռ բանկաները, կառավարական դերերը ուզեն փոխկապ կապել։ Իսկ հայոց երագույնով փոխկապը պահանջված է։ Շատ չիկա, միան ես ունեմ, ես շինել դված եմ ասել։ Ոչինչ է ես նկարեմ։ Նկարեն խոհ։ Արևդուրը այսօր իր մեծ տեղ ունի, բայց կշարունակի մնալ արհեստը։ Եվ հետաքրքրական է, որ լիբանանյան ամբողջ տարածքին դակավի մարդիկ, երբ կխոսին արհեստի մասին, խելացի եւ լավ արհեստավորը հայ արհեստավորն է։ Իսկ երբ կխոսին շուգայի մասին, դարձել վստահելի շուգան Բուրչամուտի շուգան է։ Բուրչամուտը կոլորիտ է, ես նոր էի եկել եւ մի առաջին ծանոթություններից մեկը եղավ Ճապոնիայի դեսպանի հետ եւ ի զարմանս ինձ դա ինձ որ ինքը հաճախ սովորաբար շաբաթ կիրակի օրերը գնում է Բուրչամուտում առևտուր անելու։ Բուրչամուտի ռեստորաններն ու ճաշարանները խոսելու առանձին թեմա են։ Հազիվ թե ձեզ ուրիշ միտեղ կարողանան այսպիսի համեղ ուտեստներ մատուցել։ Յուրաքանչյուրը, ով այստեղի սենդվիչները չի համտեսել, իրավունք ունենա ասելու այսպիսի արագ սննդի կետեր կան ամենուր։ Բայց այստեղի բաստուրման ու սուջուխը յուրահատուկ են, ամեն ինչ շատ էժան է ու անկրկնելի համեղ։ Ես Բեյրութից հատուկ մեքենայով գնում եմ Բուրչամուտ այնտեղի ռեստորաններում համեղ ճաշ ուտելու համար։ Ու իմ արաբ ընկերներից շատերը նույնպես։ Նրանք ասում են նույնը, ինչ ես եմ զգում։ Ասում են բուրչամուտցիները այնպիսի ճաշեր են տալիս, որ ռեստորանում երբեք չես համտեսի։ Կարծես թե ոչ թե խոհարարն է պատրաստել, այլ հարազատ տատիկդ։ Դա է պատճառը, որ երբ բեյրութցիների մոտ օտարերկրացի պատվավոր հյուրեր են գալիս,
Նրանց հյուրասիրելու համար տանում են բուրչամուտ։ Ինձ որպես հայի դա շատ է ոգևորում։ Following the screams, the dark nights quilling. Քաղաքացիական պատերազմից առաջ բուրչամուտը 220,000 բնակչություն ուներ։ Այսինքն այն ավելի մեծ էր, քան Գյումրին ու Վանաձորը միասին վերցրած։ Հայերը քաղաքի բնակիչների առնվազն 3/4-ն էին կազմում։ Following the winds with pride and joy. No more violence quills, no more flowing tears, loud cries of joy, of victory. Բուրչամուտցիներից շատերը 80-ական թվականներին սկսեցին տեղափոխվել մայրաքաղաք, հարստացնելով այնտեղի հայ համայնքները։ Երբ որ մարդ հասնում է ինչ որ սոցիալական ինչ որ մի կետի, ինքը երևի փորձում է բուրչամուտի դուրս գա եւ ուրիշ տեղ ապրի։ Դա կա։ Ես ճիշտ ասած փախանդեից, ես 2 շաբաթ ապրեցի, 3 շաբաթ եւ չդիմացա։ Շատ մոտ ամեն ինչը, շատ այդ privacy-ն չունես։ Ես բալկոն ես հելնում քո տանդ։ Ու դեմդ այսպես մի հատ բալկոն ա ուրիշ ու մի հատ ծոցա է այնտեղ ինչ շոր բռում, այսենց։ Չէ, ես չկարողացա ստե ապրեի։ Ոչ թե որ ես չեմ սիրում, դրա հարցը չի։ Ես գնում եմ բուրչամուտ նորմալ մազի եմ գտրում։ Մինչ այժմ Միացյալ Նահանգների ու Արգենտինայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հայկական վարժարաններից շատերում մայրենի լեզուն նախկին բուրչամուտցիներ են դասավանդում։ Ու դա բնական է, բուրչամուտը եղել է ու մնում է հայկական սփյուռքի ազգային ու մշակութային կարևորագույն կետերից մեկը աշխարհում։ Այստեղ հիմա էլ գործում է 8 հայկական դպրոց, 1 հայկական համալսարան, 5 հայկական տաճար, 4 հայկական թատերախումբ, 43 հայկական կազմակերպություն։ Այստեղ ամեն ինչ հայկական է։ Լիբանանցի հայերս մեզ համար հոս արդեն Հայաստան մնե։ Եվ հիմա արդեն հոս արդեն ահտուն գբդդիսկոր, իբր հայրենիք կսելով գբդդիսկոր։ Աստեղ Լիբանանի սիրտն է։ Բուրչամուտ ինքը Լիբանանի սիրտն է։ Եվ բուրչամուտ մեկ օր թողկոց է, հայությունը մեկ օր թողկոց է, Լիբանանը մեկ օր կորտ չունի։ Չի։ Քանի ամեն ինչ բուրչամուտեն է։ Արհեստներ, արվեստակետներ, ինչ կուզես, հոստեղեն է ամեննալ։ Այս բզդիկ քաղաքը ամբողջ Լիբանանին առնչություն կուտա։ Ասիկա կոդի մնե ուրեմն մեջը։ Չէ շիներես յա։ Բաբայից ինչու՞ շիներ։ արի քացիր արճի։ Ինչի համար է, ինքը բացվում։ Ասիկա թրամ բահելու համար է։ Փող բահելու։ Փող բահեն։ Մետաղադրամ։ Չէ, մետաղադրամ չէ։ Չէ, մահարաձես։ Ծանում ես դոլարը դնում ես մեջ։ Դեղացիները մեծի իրենց նշանապանը ըրած են, կորձի վերապերյալ։ Իսկապես, իպր կորձ ամենուն ով որ մեկ բիզնես և արեստավար մարդիկ կա, անոնց վարպետները հայեր են։ Ըլլա ադաղցակորձ, երգատակորձ կա, անոնք ամենուն վարպետները հայեր էին։ Ամենը իրենց արեստները, որ սորվեցուցեր են, քանի որ գիտեմ, որ հայը անոթի չի մնալ անպայման կորձը կստեղծե և կաշխատի։ Հայերի ու մասնավորապես բուրչամուտցի հայերի նկատմամբ Լիբանանում միշտ հատուկ վերաբերմունք է եղել։ Նրանց գնահատում են աշխատասիրության, օրինապաշտության, պարկեշտության ու իրենց նոր հայրենիքին հավատարիմ լինելու համար։ Լիբանանահայերից շատերն են մեծ հաջողությունների հասել։ Բավական է նշել, որ արևմտյան Հայաստանից Բեյրութ գաղթած Կարաբաժակյանների տոհմից սերող Էմիլ Լահուդը 2 անգամ Լիբանանի նախագահ է ընտրվել։ Հայերը Լիբանանում միշտ շատ հարգված են եղել։ Նրանք շատ հպարտ են ու արժանապատիվ։
Նրանք երբեք ոչ մեկից ոչինչ չեն խնդրել, միշտ իրենք են ստեղծել ու ուրիշներին տվել։ Հայերը միշտ այդպիսինն են եղել։ Նրանք ընկել են, բայց կրկին բարձրացել են ու արարել։ Բուրչամութի հայերը պարկեշտ մարդկանց համբավ ունեն։ Մեզ մոտ ասում են, եթե հայը մի բան խոստանում է, անպայման կկատարի։ Լիբանանում յուրաքանչյուր, ով հայի արյուն ունի, հպարտանում է իր արմատներով։ Ու ես իրենցից մեկն եմ։ Տեղեր կա, որ հայերը միշտ լավ են։ Ու իրանք ասում են, դե դուք հայերը այդ բնակավարներում տիպը հասնող չկա դες։ Խավ կա, որ ահավոր հարգում է եւ սիրում է հայերին։ Խավ կա, որ չի ընդունում։ Նախանց։ Ես իմ վրա դաժի զգում եմ, որպես երաժիշտ։ Այդ միշտ կա, իրանք շատ լավ, բայց չեն ընդունում։ Բուրջ Համուդը տեղին կլիներ անվանել Մերձավոր Արևելքի հայության մայրաքաղաք։ Իսկ եթե այդպես է, ուրեմն հայության ու Հայաստանի մայրաքաղաքների միջև կապը ռազմավարական նշանակություն պետք է ունենա։ Հայաստան 2 տարի առաջ կացինք ամեն ընտանիքով, ամեն կազններով, ամեն աշխարհեն Նյու Յորք, ընտանիք ունենք, Իտալիա, Կանադա, LA, ամեն դեղեր հավաքվեցանք Հայաստանի մեջ, որ շատ ավոր էքսպերիենս է։ Բուրչամութի հայերը սերտորեն կապված են հայրենիքի հետ։ Նրանց մեծ մասը հաճախ լինում է Հայաստանում։ Այստեղ ապրող մեր հայրենակիցների գրեթե կեսը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել։ Ասիկա ուրեմն գաշի աման մնե, որ մեր կորձն է եւ վրանը թրված է երկաթյա մեր հանրապետության նշանը, մեր թակավորներուն նշանը եւ գփանամ իմ հայկական պասպորտս։ Մենք ուր որ գտնվենք, հայ ճանցված ենք, ապա ինչու մենք պիտի չունենայինք աս պասպորտները, երբ որ մենք հայ ենք, հայ ճանցված ենք եւ հայեր ենք։ Ունեք դուք պասպորտ։ Անշուշտ։ Ես ունիմ, իմ աղջիկներս նույնիսկ ունին եւ ես Թավիտաշենեն դուն կնեցի։ Դուք Հայաստանի քաղաքացի եք։ Ունիմ հվալակ։ Ինչի համար եք ստացել։ Ես ինչի համար եմ ստացել։ Մեր երազն է։ Հայերը շատ հայրենասեր են, ծայր աստիճան հայաստանասեր եւ հայրենասեր են։ Այն աստիճան, որ իրենց գարձեն, որ ինձի մեծամասնության հոգիները հոնգը գտնվին, ոտքերը հոսեն։ Եվ շատ շատերը չեն ուզել Լիբանան, գսեն բոլորը ինձի պես, գսեն թե եթե մենք Լիբանանը պիտի լքենք, մեր միակ երթալիքները Հայաստանն է։ Այս է ընդհանուր բռնում բոլորի մոտ։ Եթե հայերը ժամանակին ստեղծած չլինեին այս հրաշալի քաղաքը, Լիբանանի կոլորիտը անկասկած կտուժեր։ 1953 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ։ Քաղաքապետերը, իսկ դրանք պատմության ընթացքում 6-ն էին, միշտ հայեր են եղել։ Այժմ Մարտիկ Պողոսյանի ղեկավարած քաղխորհրդի 21 անդամներից 14-ը մեր հայրենակիցներն են։ Երբ Բուրջ Համուդը ունեցավ իր նոր քաղաքապետը, իրեն հետևյալ պատկամը դվի։ Քու առաջնահերթ պարտավորությունը բիդոլա Բուրջ Համուդի հայկական նկարակիրը պահել։ Բավական լայն ծրագիրներ ունենք։ Կշնենք շենքեր նախապատվությունը դիտելա հայորդիներով, երիտասարդներով։ Այս ծրագիրեն զատ ունենք մենք քաղաքապետարանի սպորի կետրոնանեք, առավել ֆուտբոլի դաշտով, միջազգային բաներով, մագարտակներով կետրոնանեն։ Բուրջ Համուդը ինձ համար եւ վստահ եմ մեր ժողովրդին համար սովորական վայր չէ, ուր հայեր գաբրին, այլ հոմանիշ է մեր ժողովրդի հավաքական պայքարին, տոգունության, մարդունակության։ Արաբական աշխարհի սիրտը համարվող այս չքնաղ երկրի շատ հարուստ մշակութային բազմազանության մի մասն է Բուրջ Համուդը։ Շրջում եմ Բուրջ Համուդի փողոցներով ու մտածում. եթե չլիներ այս հրաշալի քաղաքը, կտուժեր ոչ միայն Լիբանանի բազմազանությունը, կտուժեինք նաև մենք հայերս։ Չէ՞ որ լիբանանցիներն ու այս երկրի բազմաթիվ հյուրերը մեզ ճանաչում են հենց Բուրջ Համուդով։
Մեզ հարգում են, քանի որ եղել են Բորչամուտում ու տեսել են հայ արհեստավորի վարպետությունը, հայ վաճառականի ձեռներեցությունը, հայ խոհարարի ճաշակը, հայ արվեստագետի տաղանդը։ Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, Սփյուռքում թե Հայաստանում, շահագրգռված է, որ հայկական Բուրչամութը լինի ու բարգավաճի։ Մենք ծնած ենք ազատ և ըմպոստ, կզովին ֆորտուն հավետ բարձրանաս, լիպանան, մեր արուն է կեզ ընծա, մեր յամ է հոս, մեր լուն է հոս, միասին կա